առաջատված առաջին։ Իմ հարցը մնաց է։ Այդ մի վար, հա։ Որից Մուրազի պոլիտիկայում պարոն նախագահ մի հարց ունեի, որ ավելի շուտ առաջարկի վերածեմ, հետո ուրիշ հարց կտամ։ Առաջարկ ունեմ դուք ինքներդ մի հնարավորություն ստեղծեք խոսելու ձեր իշխանության սխալների մասին, ընդ որում այնպիսի սխալների մասին չէ, որ ասենք, այսինչ առավելություններ, այսինչ լավ սխալներ էլի, այլ իրական սխալների, բացթողումների մասին, պաշտոնյաների մասին, որոնք հարստացել են միայն պաշտոնյա լինելու հանգամանքով պայմանավորված եւ այսպես շարունակ։ Հիմա հարցս, մենք խոսեցինք Նիկոլ Փաշինյանի մասին, դուք ասացիք մոտավոր թեզեր, որով ինքը կմասնակցի ընտրությունների, եկեք Փաշինյանին մի կողմ թողնենք եւ լսենք ձեզ ձեր թեզերը եւ առաջարկները, որով կմասնակցեիք ընտրություններին, խնդրեմ։ Նայեք, առաջինը խաղաղության թեման չպետք է լինի ԿՊ-ի մենաշնորհը։ Խաղաղության թեման պետք է լինի հակառակը, ընդդիմության մենաշնորհը։ Ես օրինակ տեղ ունեմ դրա մասին խոսալու, որովհետև իմ նախագահ լինելու 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները։ Սա հիմնական թեզն է։ Մնացած բոլոր էֆեկտիվ կառավարում, թե Հայաստանի տնտեսական ինչ կարգի զարգացում պիտի ունենա, սոցիալական արդարությունից խոսանք, լավ։ Ես այդ թվերը նաև մի հարցազրույցի ժամանակ բերել եմ։ Ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56%։ Ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25%։ Երկրի տնտեսությունը աճել է միջին 10.5% տարեկան։ Եթե տնտեսական աճը չի արտացոլում աղքատության նվազմանը, ինձ համար դա անհասկանալի տնտեսական աճ է, անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ որ բարիք է ստեղծվում, բայց այդ բարիքը բաժանվում է շատ փոքր մարդկանց մեջ։ Ուրիշ բացատրություն չկա, կամ նկարած է այդ աճը։ Երկու տարբերակն էլ վատն է։ Հիմա ինձ կարող եք բացատրել, այս վերջի 7 տարում ինչի աղքատությունը մնացել նույն վիճակում, նույն մակարդակի վրա, բայց իշխանության խոսույթը սա տնտեսական հաջողությունների մասին է։ Այդ հաջողությունը ուր է գնում։ Ես ուրիշ թվեր բերեմ։ Իմ 10 տարվա նախագահության ժամանակ կենսաթոշակները աճել են 6 անգամ։ Ստուգեք։ Միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը աճել է 6 անգամ, միջին աշխատավարձը աճել է եւս 6 անգամ։ Բյուջեն աճել է 8 անգամ։ Բյուջեի աճը անմիջապես արտացոլվել է միջին կենսաթոշակի վրա, միջին աշխատավարձի վրա եւ աղքատության նվազման վրա, շեշտակի ավելի քան 2 անգամ։ Հիմա այս հարցը այս իշխանության պետք է տալ, թե չպետք է տալ։ Հիմա ես սա մեկ անգամ արել եմ։ Ու իդեպ 98 թվականին ընտրվելուց ես այդպիսի խոստումներ չեմ տվել։ 2003 թվականին ընտրվելուց եւս այսպիսի խոստում չեմ տվել։ Որտեղ ռիսկային խոստում կրներ։ Հիմա նայենք Ես կառաջարկեի ձեզ ուղղակի մի տնային աշխատանք, կամավոր տնային աշխատանք, ոչ թե պարտադրված։ Դուք վերցրեք 2003 թվականի իմ բոլոր նախընտրական խոստումները եւ ստուգեք, արվել են, թե չեն արվել։ Դուք վերցրեք 21 թվականի ԿՊ-ի նախընտրական խոստումները եւ կառավարության ծրագիրը, խոստումները արտահայտվում են նաև ծրագրով, կոնկրետանում են։ Եվ տեսեք, քանի տոկոսն է կյանքի կոչվել։ Ու խայտարակ պատկեր է։ Ամոթ մի քիչ ունեցող մարդը այս կատարողականով պետք է ուղղակի ամաչիկ փոզ դուրս գալ։ Ոչ թե ընտրությունների մասնակցել, հələ ինչ որ ամբիոններից էլ խոսալ, թե ինչ փայլուն կառավարում են իրենք իրականացրել։ Դու մի բան ասել ես, լրիվ ուրիշ բան արել ես։ Մենք պատոհաս ես բերել այս ժողովրդի գլխին։ Հիմա ես առաջարկում եմ համեմատեք։ Հիմա դուք ասում եք ինչ օրակարգով եք գալու ընտրության։ Այս օրակարգով։
Այո, այս օրակարգով։ Որ աղքատությունը ամոթ է, գիտեք 24% այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24% չպետք է լիներ։ Աղքատությունը պետք է լիներ առավելագույնը 10-12%։ Ու արտաքին պարտքը $8 միլիարդ, ասենց նասոսի պես դնես փչես տնտեսության մեջ, եւ աղքատությունը նույնը մնա։ Իսկ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ասում աղքատությունը ձեր գլխներում է։ Իրականում ցիտում եմ 700,000 մարդ Հայաստանում աղքատ են։ Նիկոլ Փաշինյանը ասում է 700,000 մարդ ունեն գլխի հարց։ Դուք օքեյ եք սրա հետ։ Փաստա ես չեմ հորինում, չէ՞, եղած բաներ են։ Իմ համոզմունքով, եթե երկրի տնտեսությունը աճում է եւ դրա հետ աղքատության տոկոսը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի խնդրեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Իսկական ուրիշ բացատրություն այստեղ ուղղակի դժվար է հորինել։ Ինչ է նշանակում, աճում, լավա, փայլունա, բանման, հետո բայց աղքատությունը նույնն է, կենսաթոշակները նույնն է։ Ես թվեր եմ բերել 6 անգամ կենսաթոշակն աճել միջին, 6 անգամ աշխատավարձը։ 10 տարվա ընթացքում գները աճել են 30%-ով։ 30%-ով։ Հիմա վերցրեք համեմատեք։ Հիմա Բորիս, մեր ծրագիրը այս է լինել։ Արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ։ Լիա Սարգսյան պատրաստվի թերթեմ։ Խոսվեց մարտի 1-ի հետ կապված միետի որոշման մասով, ինչին նաև Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել ազգային ժողովում, վերջին ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ասում էր, ինչ վաղեմության ժամկետի հարց, սա ահաբեկչական ակտ է, եւ կոնկրետ վարույթը քննող դատավորին ակնարկում էր, որ պիտի սթափվի եւ լրջանա։ Եվ սա այն դեպքում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովում արդեն արձանագրել է, որ վաղեմության ժամկետի խնդիր կա, եւ այն դատավարությունը, որ այս օրերին ընթանում է, փոփոխված մեղադրանքով է ընթանում, եւ մեղադրանքը ոչ թե ահաբեկչության ակտի վերաբերյալ է, այլ լիազորությունները անցնելու վերաբերյալ։ Գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանը նշում է պարբերաբար, որ իր համար միևնույն է, թե ով է նստած մեղադրյալի աթոռին, նա արդար դատավարություն է իրականացնելու։ Քաղաքական եւ իրավական այս խոսույթի հակասության պարագայում դուք ինչպիսի ելք եք տեսնում դատավարության։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ըստ ձեզ այդուհանդերձ կարող է դատավարության ավարտին քաղաքական հրահանգներ իջեցնել, հաշվի առնելով նաև իր այս հայտարարությունները, եւ արդյոք դուք օբյեկտիվ համարում եք գործով դատավորին, ով պարբերաբար ասում է, որ դատավարությունը արդար է լինելու։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում իր գործառույթն է համարում դատական համակարգին կարգադրություններ տալ։ Այն հանգամանքը, երբ ԲԴԽ-ի նախագահ միատես MBS-ով հրաժարական է տալիս, արդեն բավարար է։ Ամեն ինչի մասին խոսում է։ Նույնիսկ ինձ համար հասկանալի չի, թե դու ինչ գործ ունես միեդի նախագահի հետ հանդիպման, էլի։ Գործադիր իշխանության ղեկավարը ինչ ունի այնտեղ, ինչ գործ ունի։ Մեկ մոտիվ է երևում։ Բազմաթիվ բողոքներ կա մի հետ, եւ հաստատ այդ հանդիպման ժամանակ ենթադրում եմ խոսքեր գնում, որ այս սա ռուսական շպիոններ են, սա ռուսական գործոնն է եւ այլ, աշխարհակահաղական հարց է, որ միեդը, այսպես ասենք, ոչ հաճելի որոշումներ չկայացնի, օրինակ դատավորների վերականգնման հարցում, եւ այլ։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, սա փաստ է։ Ինչ կարգի ազդեցություն ունենալու այս դատավորի վրա, ես չգիտեմ։ Ես այդ դատավորին չեմ ճանաչում, նախքին ԿՊԱ-ական է։ Ինչքանով ինքը կարող է անկախ լինել, չգիտեմ։ Մինչ այսօր դատական ակտ չի եղել, որոնք կարող ենք մենք այդ գնահատականը տալ։ Բայց
Մեղադրանքը առաջադրվել է պաշտոնական դիրքի հետ կապված եւ տեղ վաղեմությունը վաղուց անցել է։ Հիմա ինչ ֆանտազիաներ կա Նիկոլ Փաշինյանի գլխում, ինչ բիոխիմիա է կատարվում, ոչ մեկ չգիտի։ Ինձ թվում է ինքն էլ չգիտի։ Դրա համար ձեր տված հարցը մեկը ենթադրությունների դաշտում է, իմ ենթադրությունը, չեմ ուզում ենթադրություն անել դատավորի կամային հատկությունների վրա եւ ինչքանով է այդ դատավորը պատրաստ ինքնուրույն լինել իր որոշումներով։ Ես լուրջ կասկածներ ունեմ, լուրջ կասկածներ, բայց կյանքը ցույց կտա։ Այսքանը։